որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ թե նախագահ Քոչարյանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը, թե նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում հանդեպ վերաբերմունքը ես միշտ բացահայտ ասել եմ, որ շատ վատն է, բայց իրենք ունեն ստաբիլ էլեկտորատ։ Մեկի մոտ շատ, մեկի մոտ ավելի քիչ, մյուսի մոտ շատ քիչ, բայց ստաբիլ է։ Եվ այդ նախագահների էլեկտորատը երբեք որևէ դրվագով չի գնալու եւ Արման Թաթոյանին ձայն չի տալու։ Ասում են սա փաստ է։ Հիմա Արման Թաթոյանը փոխանակ հարցակում գործի նախին նախագահների վրա, ավելավա կենտրոնանա իր աշխատանքի վրա եւ փորձի ստեղծել էլեկտորատ։ Այլ դեպքում ինքը դիտարկվելու է որպես Նիկոլի դերացող եւ Նիկոլի իշխանությունը վերարտադրելու համար ի հայտ եկած մարդ։ Ես այլ գնահատական չեմ կարող տալ իրեն։ Եվ սա շատ կարևոր է ընտրությունների 1-2 ամիս մնացած բոլոր կուսակցությունները, որոնք հայտ կներկայացնեն ընտրություններին մասնակցելու, պետք է ռեալ գնահատեն իրենց շանսերը։ Ես անձնապես բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք չեն հաղթահարելու անցողիկ շեմը, անվանելու եմ նիկոլական ուժեր։